տեղ չեք սիրում, մենք ձեզ սիրում ենք։ Սիրելի ընդդիմադիր գործընկերներ, այժմ եթե թույլ տաք, կուզեի առիթն օգտագործել եւ մի փոքր քննարկում բացել ձեզ հետ խորհրդարանական մշակույթի մասին։ Վերջին ամիսներին եւ վերջին հատկապես շաբաթներին մի տարօրինակ եւ անսպասելի կոնսենսուս է ձևավորվել մեր հանրության եւ քաղաքական շրջանակների եւ լրագրողական դաշտում։ Այդ կոնսենսուսը հետեւյալն է, որ Հայաստանի ազգային ժողովը անիմաստ անպտուղ վեճերի, զազրախոսության, վիրավորանքի տեղ է եւ որ այս գումարման ազգային ժողովը այդ իմաստով նույնիսկ ավելի վատն է լինելու, քան նախորդը։ Համատարած համազգային կոնսենսուս է սա, կարծես թե։ Ընդ որում կապ չունի մարդը իշխանամետ է, ընդդիմադիր է, բոլորը կարծես թե մեզ համար այդպիսի ճակատագիր են կանխագուշակում։ Եվ ես ուզում եմ ձեզ առաջարկել, որպեսզի մենք միասին կոտրենք այս նախախնամությունը կամ անեծքը, ոնց ուզում եք դա կոչեք։ Բայց ինչպես։ Ես բնականաբար այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, որ կարող ենք հենց հիմա բոլորս պայմանավորվել, որ դե գիտեք ինչ կա, եկեք բարեկիրթ լինենք, եկեք, չգիտեմ, չվիրավորենք միմյանց եւ ամեն ինչ լավ կլինի։ Դա ինչ ասեմ։ Դա կլինի պատրանք, դա կլինի խաղաղություն աշխարհինի տիպի կենաց։ Ես ինչ եմ առաջարկում։ Ես առաջարկում եմ հասկանալ պատճառը, լավ, ինչու է Հայաստանի խորհրդարանում վերջին տարիներին ձևավորվել այսպիսի մշակույթ։ Ինչի է խորհրդարանը դարձել անիմաստ անպտուղ զազրախոսության հոմանիշ։ Եվ ես ունեմ իմ տարբերակը, իմ բացատրությունը, ես կներկայացնեմ իմ բացատրությունը եւ իմ առաջարկած լուծումը, ամենևին չհավակնելով Վերին Ատյանի ճշմարտության խոսափող լինելու դերին։ Եվ հրավիրում եմ ձեզ քննարկման, եթե պատեհ կհամարեք, նկատի ունեմ այս ամբիոնից հետո։ Ես կարծում եմ, որ կա մեկ ֆունդամենտալ պատճառ, թե ինչու է 2018 թվականից սկսած եւ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո խորհրդարանը դարձել այսպիսի անհանդուրժող վայր։ Այդ պատճառը հետեւյալն է։ Ըստ իս գլխավոր պատճառը ընդդիմության կողմից ժողովրդի ընտրության չընդունումն է եղել։ Կրկնում եմ, դա սկիզբ է առել Թավշյա հեղափոխության հաղթանակի օրվանից սկսած, բայց շատ ավելի ահագնացել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Ուշադրություն դարձեք, չեմ ասում է չհաշտվելը ընդդիմության, որովհետև նորմալ է, որ ընդդիմությունը չհաշտվի ընտրությունների արդյունքների հետ կամ ժողովրդի ընդունած որոշման հետ։ Այն իմաստով, որ կարծի, որ հաղթած ուժի ճանապարհը սխալ է եւ պետք է այլ ճանապարհ որդեգրել եւ բնական է, որ ընտրությունների հաջորդ օրվանից սկսած ընդդիմությունը պետք է փորձի համոզել մարդկանց, որ իրենց ընտրությունը սխալ է եղել եւ ճիշտ ընտրությունը կլիներ ընտրել ընդդիմության ճանապարհը։ Բայց խնդիրը, երբ որ ընդդիմությունը չի ընդունում ժողովրդի ընտրելու իրավունքը կամ ընտրությունը։ Նախորդ գումարման ազգային ժողովում պատգամավորներից մեկը հանրապետական կուսակցության անդամ։ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը անվանում էր իշխանազավթում, անընդհատ անվանում էր իշխանազավթում։ Եվ այս նոր գումարման խորհրդարանում նույնպես կան պատգամավորներ, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ անգամ վիճարկել են ժողովրդի ընտրությունը։ Օրինակ, այս գումարման խորհրդարանում էլի կա նորընտիր պատգամավոր, որը 2018 թվականի հեղափոխությունը անվանում է թուրք-ադրբեջանական հեղափոխություն։ Եվ այսպիսով վիճարկում է եւ չի ընդունում են փաստը, որ 2018 թվականին Հայաստանի ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը, այդ թվում հրապարակներում հավաքված 100 հազարավոր քաղաքացիները, ընտրել էին Սերժ Սարգսյանին եւ հանրապետական կուսակցությանը իշխանությունից հեռացնելու ճանապարհը, կատարել էին ընտրություն։ Եվ դա անվանել թուրք-ադրբեջանական կամ ցանկացած այլ տեղից թելադրված գործողություն, նշանակում է նսեմացնել ժողովրդի ընտրելու իրավունքը։ Նույն կերպ ամբողջ ընդդիմությունը, որը թե նախորդ խորհրդարանում, թե այս գումարման խորհրդարանում գլխավորապես կամ նախկին իշխանությունների ներկայացուցիչներից է կազմված, կամ մարդկանցից, որոնք առնվազն մեծապես փոխկապակցություն են ունեցել նախկին իշխանությունների հետ,
հրաժարվել են ընդունել 2018, 2021 եւ հիմա 2026 թվականի ընտրություններում ժողովրդի ընտրությունը։ Եվ կրկին ուզում եմ շեշտել, ճիշտ հասկացեք ինձ։ Խոսքը ընտրությունը չընդունելու մասին է, ոչ թե կարծելու մասին, որ այդ ընտրությունը սխալ էր։ Ցանկացածը կարող է կարծել, որ ընտրությունը սխալ էր կամ պետք չէր այդպիսի ընտրություն անել, դա անդիմության իրավունքն է։ Բայց սիրելի գործընկերներ, ընդդիմադիր դուք պարտավոր եք ընդունել ժողովրդի ընտրությունը։ Եվ մենք էլ ենք պարտավոր ընդունել ժողովրդի ընտրությունը։ Եվ ինչի է բերել այս իրավիճակը։ Այս իրավիճակը բերել է հետևյալին, որ իշխանությունն էլ իր հերթին, տեսնելով, որ ընդդիմությունը չի ընդունում ժողովրդի ընտրելու իրավունքը, ժողովրդի ընտրությունը չի ընդունում, ընդդիմությանը սկսել է վերաբերվել որպես հակաժողովրդավարական, հակապետական ուժերի։ Եվ դա բերել է այս իրավիճակի։ Մեկ այլ հարգամանք է ընդդիմության կողմից խորհրդարանական աշխատանքը։ Տեսեք, նախորդ գումարման խորհրդարանում երկու ընդդիմադիր խմբակցությունները, որից մեկը վերընտրվել է, ավելի փոքր կազմով, բայց վերընտրվել է, չեն մասնակցում խորհրդարանական աշխատանքներին բառից նորմալ իմաստով։ Ինչու՞։ Որովհետև երբ որ դու համարում ես, որ 2018 թվականին իշխանության են եկել իշխանազավթները կամ 2018 թվականի հեղափոխությունը թուրք-ադրբեջանական պրոյեկտ էր, եւ երբ որ դու ամբողջ քարոզարշավի ընթացքում ասում ես, որ եթե քաղաքացիական պայմանագիրն ընտրվի, ապա, չգիտեմ, 5 օրի հետո Հայաստանը կործանվելու է, բնական է, որ երբ որ դու գալու ես ազգային ժողովի դալի, դու չես կարող աշխատել անգլերեն ասած business as usual տրամաբանությամբ, որովհետև դու ապոկալիպտիկ քարոզարշավ ես տարել, դու ապոկալիպտիկ բաներ ես ասել։ Եվ ստեղծվում է փակ շղթա, երբ որ ընդդիմությունը քարոզարշավի ժամանակ կամ քարոզարշավից առաջ նույնիսկ իր ընտրողներին այդ ապոկալիպսիսն է ներշնչել, եւ երբ որ գալիս է արդեն խորհրդարան, իր ընտրողներն էլ հակառակ բանն են ասում են, բայց մի վարքյան, դու ո՞նց կարող ես բարևել քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորին, չէ՞ որ ինքը դավաճան սրիկա է, դու ո՞նց ես իրան բարևում։ Եվ ստեղծվում է փակ շրջան, ռադիկալացման փակ շրջան է ստեղծվում։ Եվ արդյունքում, օրինակ դրա արդյունքում նախորդ խորհրդարանում ընդդիմությունը իրեն հատկացված պաշտոնները չէր վերցրել մեծամասամբ, կամ սկզբից վերցրել էր, հետո հրաժարվեցին մի խոսքով, բայց արդյունքն էր, որ այդ պաշտոնները վերցված չէին, արդյունքներն էին, որ ընդդիմությունը չէր զբաղվում օրինաստեղծ աշխատանքով, իսկ երբ որ ընդդիմությունը չի զբաղվում օրինաստեղծ աշխատանքով եւ պաշտոններն չի վերցնում, հանձնաժողովի նիստերին չի մասնակցում կամ մասնակցում է, բայց ոչ օրինաստեղծ աշխատանքի համար, ամբողջ ազգային ժողովը օրինաստեղծ աշխատանքի մասին է, եթե արանքից հանում ես օրինաստեղծ աշխատանքը, տակը ինչ է մնում։ Քաղաքական պոլեմիկա, գորգորոց, ռադիկալ ելույթներ։ Դրա համար հարգելի գործընկերներ, ես տեղեկացել եմ առնվազն մամուլից, որ Հայաստան խմբակցությունը չի պատրաստվում վերցնել եւ ուղղեք ինձ եթե սխալ եմ, իհարկե։ Չի պատրաստվում վերցնել իրեն հասանելիք պաշտոնները։ Մամուլից կարդացել են, որ ուժեղ Հայաստանը պատրաստվում է վերցնել, ուզում են ողջունեմ դա եւ Հայաստան խմբակցությանն էլ հորդորում են փոխել իրենց որոշումը, եթե հարկ կհամարեն, որովհետեւ մենք, սիրելի գործընկերներ, մի կես ժամ առաջ երթում ենք տվել։ Մենք ստորագրել ենք այդ երթման տեքստը։ Մենք միասին ենք կանգնել, շատ ուշադրի չեմ եղել, ընդդիմադիր գործընկերները կանգնել են, թե չէ, եթե չեն կանգնել, վատ է։ Բայց մենք միասին պիտի օրինաստեղծ աշխատանքով զբաղվենք։ Օրինաստեղծ աշխատանքով զբաղվել չի նշանակում լինել իրար հետ, նույն քաղաքական հարթության վրա։ Նշանակում է կատարել մեր պարտքը։ Սիրելի ընդդիմադիր գործընկերներ, դուք եւ ձեր նախորդները այս տարիների ընթացքում մեզ ինչ ասես անվանել եք։ Ձեր մեջ կան մարդիկ, որ օրինակ ինձ բառից բուն իմաստով վիրավորական արտահայտություններ են արել, չգիտեմ, եթերներով։ Կամ մարդիկ, որ չեն արել եւ բարեկիրթ են իրենց պահել։ Մեր ժողովուրդը երկու անգամ ընտրություններով տվել է վերդիկտը, տվել է դատավճիռը։ Իրանք ասել են ձեզ եւ բոլորին, որ իրանք այդ որակումների հետ համաձայն չեն։ Ձեր արած որակումներին մեր հասցեին ժողովուրդը համաձայն չի։ Ժամանակն է ընդունել այդ փաստը։ Ժամանակն է փոխել վերջին 6 տարիներին մեր քաղաքական դաշտում լսվող խոսույթները։ Իմ ելույթը, սիրելի գործընկերներ, առաջինն է, այսինքն առաջին ըստ էության քաղաքական ելույթն է այս գումարման ազգային ժողովում։ Ես առաջարկում եմ այս խորհրդարանը դարձնել սուր, բայց բարեկիրթ, մարդկային պարկեշտության սահմանները չհատող քննարկումների տեղ։ Սա իմ առաջարկն է։
Այո, մենք տարբեր կարծիքներ ունենք գրեթե ամեն ինչի մասին։ Բայց մենք կարող ենք մի պարզ բանի շուրջ կոնսենսուսի գալ։ Մենք ընտրում ենք պարզ մարդկային բարեկեցությունը եւ պարկեշտությունը միմյանց հետ այս դահլիճում փոխհարաբերվելիս, վերջ։ Հարգելի պարոն Կարապետյան, հարգելի տիկին Գրիգորյան, շնորհավորում եմ ձեզ համապատասխանաբար ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների ղեկավարներ ընտրվելու կապակցությամբ։ Ես բնականաբար միամիտ չեմ եւ չեմ ակնկալում, որ ձեր խմբակցությունների падգամավորները քվեարկելու են ինձ որպես ազգային ժողովի նախագահ։ Չնայած մարդ ես տիկին Գրիգորյան, կարող է դուք քվեարկեք։ Բայց չեմ ակնկալում։ Ես առաջարկում եմ եւ ընդհանրապես ես համարում եմ այսօրը ես համարում եմ զրոյական կետ իմ եւ ձեր հարաբերություններում եւ ընդհանրապես զրոյական կետ խորհրդարանական հարաբերություններում։ Ես առաջարկում եմ իմ նոր մատնանշած մոդելը ընդունել որպես մեր միջև կոնսենսուս։ Բարեկիրթ, սուր, չգիտեմ, շատ սուր, բայց բարեկիրթ բանավեճ միմյանց միջև եւ կառուցողական խորհրդարանական աշխատանք, որովհետեւ մեզ Ժողովուրդ ջան, այստեղ չեն ուղարկել իրար հետ անընդհատ միայն քաղաքական պոլեմիկա բանեցնելու համար։ Դա էլ է մաս, բայց մենակ դա չի, չէ՞, մենք մարդկանց համար մարդկանց կյանքը, մարդկանց խնդիրները լուծելու համար ենք այստեղ։ Եվ մենք, եթե մենք չենք զբաղվում դրանով, մեր աշխատանքը դառնում է ֆարս։ Եվ եթե դուք ընդունում եք իմ առաջարկը, ես ձեզ երաշխավորում եմ եւ կարծում եմ տիկին Մանավազյանը նույնպես երաշխավորում է, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից կլինի համապատասխան վերաբերմունք։ Եթե դուք չեք ընդունում իմ առաջարկը եւ այլ առաջարկներ ունեք կամ կարծում եք, որ պետք է շարունակել գործել արդեն վաղուց հնացած, բազմիցս ծեծված ու տրորված ճանապարհով, ապա քաղաքացիական պայմանագիրը առավել քան պատրաստ է դրան բառիս ամենակոշտ իմաստներով։ Ելույթս ուզում եմ ավարտել իմ անսահման շնորհակալությամբ բոլոր այն մարդկանց, որոնք ընկել են, որպեսզի այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա, ընկել են, որպեսզի մենք հնարավորություն ունենանք անկախ Հայաստանի ազգային ժողովում առաջին նիստ գումարել։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։